Խնդիրը պահանջում է ապացուցել, որ հետևյալ անհավասարությունը տեղի ունի։ Շատ լավ, նախ եկեք արտագրենք այստեղ այդ անհավասարությունը, պահանջվում է հետևյալը ապացուցել, որ x քառակուսի գումարած y քառակուսին բազմապատկած 1-ը հարաբերած x քառակուսի և դրան էլ գումարած 1-ը հարաբերած y քառակուսի։ Եվ սա պետք է մեծ կամ հավասար լինի 4-ից։ Ու դա արդեն ակնհայտ է, որ x-ն ու y-ը 0 չեն։ Ահա, այսպես կարող ենք դա ցույց տալ, դե որովհետև այստեղ հայտարարում են։ Հիմա ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել։ Դե առաջին փաստը, որ գալիս է մեր մտքին, որ կարող ենք անել սրա հետ, ինչ գործողությունն է, փակագծերը բացել, ուղղակի բաշխական օրենք կիրառել, եւ այստեղ x քառակուսին սրա հետ ինչ որ ձև կկրճատվի 1 կառաջանա, սա սրա հետ կկրճատվի 1 կառաջանա, ու դրանից հետո արդեն կհասկանանք, թե ինչ է պետք անել։ Եվ մի փաստ էլ մինչև դրան անցնելը մեզ պետք է ապացուցել հետևյալ անհավասարությունը, այսինքն սա դեռ հարցականի տակ է։ Առաջարկում եմ հերթով այսպես քայլերով համարժեք գործողություններ կատարենք, այսինքն փակագծերը բացենք, ոչ մի կոնկրետ բան չենք փոխում, էլի, եւ քայլ-քայլ իջնենք ներքև, տեսնենք թե ինչ է ստացվում, եւ եթե վերջնական ինչ որ անհավասարություն ստանանք, որը ճշմարիտ է, նշանակում է նույն ձև կարող ենք հետ վերադառնալ ու գալ ասել, որ սա է ճշմարիտ։ Այսինքն մեզ պետք է առայժմ որոշակի ձևափոխություններ կատարել ձախ մասի հետ։ Դե բաշխական օրենքով եթե բացենք, կունենանք x քառակուսին 1 հարաբերած x քառակուսու հետ 1, այնուհետև x քառակուսին 1-ը հարաբերած y քառակուսու հետ, այսինքն x քառակուսի y քառակուսի երրորդ գումարած y քառակուսին 1-ը հարաբերած x քառակուսու հետ, ահա այս տեսքով, եւ սրան էլ գումարած y քառակուսին 1-ը հարաբերած y քառակուսու հետ, որը 1 է, մեծ կամ հավասար է 4-ից։ Եվ սա նույնպես հարցականի տակ։ Հիմա առաջարկում եմ անհավասարության երկու հատվածից հանենք 4։ Ուղղակի սրանից ազատվենք ու տեսնենք, թե ինչ ենք ստանում։ Ստացվում է, որ x քառակուսի հարաբերած y քառակուսի գումարած y քառակուսի հարաբերած x քառակուսի եւ այստեղ 2 1 ունենք ու դրանցից եթե հանենք 4 ուղղակի կլինի հանած 2 եւ այս ամենը պետք է մեծ կամ հավասար լինի 0-ից։ Շատ լավ, ու կրկին սա անհավասարության կներեք, սա հարցականի տակ, ահա այս անհավասարությունը։ Հիմա սրանից հետո ինչ կարող ենք անել։ Դե իրականում առաջարկում եմ վերցնել եւ ընդհանուր հայտարարի բերել, որովհետեւ այսպես ոչ մի ձև գնահատել չենք կարող, իսկ ընդհանուր հայտարարի բերելուց հետո միգուցե ինչ որ գեղեցիկ բան դուրս գա։ Կստացվի x-ի 4 աստիճան, երբ բերում ենք ընդհանուր հայտարարի, նախ նշենք, որ ընդհանուր հայտարարը x-ի քառակուսի բազմապատկած y-ի քառակուսին է։ Եվ այստեղ կներեք, ոչ թե 4-ը, այլ 0։ Շատ լավ։ Ստացվում է x-ի 4 աստիճան գումարած y-ի 4 աստիճան եւ դրանից հանած 2x քառակուսի y քառակուսի, ու այս ամենը պետք է մեծ կամ հավասար լինի 0-ից։ Իսկ սրանից հետո ինչ կարող ենք անել։ Դե սրանից հետո արդեն մեզ ծանոթ կտոր ունենք a քառակուսի գումարած b քառակուսի հանած 2ab-ն, որ հավասար է a մինուս b-ի քառակուսի։ Եվ այստեղ որոնք են մեզ մոտ a-ն ու b-ն։ Նկատենք, որ a-ն իրենից ներկայացնում է x-ի քառակուսի, b-ն ներկայացնում է y-ի քառակուսի, այսինքն ստանում ենք x-ի քառակուսի հանած y-ի քառակուսի եւ դա ընդհանուր բարձրացրած քառակուսի, ու այս ամենն էլ իր հերթին հարաբերած x քառակուսի y քառակուսու, ու պետք է ցույց տալ, որ սա մեծ կամ հավասար է 0-ից։ Շատ լավ, ու ինչ ստացվեց սրա արդյունքում։ Այստեղ դեռ հարցականի տակ է, բայց համարիչում մենք ունենք ինչ-որ թվի քառակուսի, հայտարարում ունենք ինչ-որ թվի քառակուսի բազմապատկած այլ ինչ-որ թվի քառակուսիով, ինքն համարիչն էլ է մեզ մոտ միշտ դրական, հայտարարն էլ է միշտ դրական։ Ու ավելի ճիշտ համարիչը ոչ բացասական է, այսինքն 0 կարող է լինել, երբ x-ն ու y-ը իրար հավասար լինեն։ Այսինքն կարող ենք հենց այդպես էլ նշել։ Քառակուսի մինուս y քառակուսու։ Քառակուսին մեզ մոտ մեծ կամ հավասար է 0-ից, բայց արդեն x քառակուսի բազմապատկած y քառակուսին մեծ է 0-ից, խիստ մեծ է։ Ինչու է խիստ մեծ, որովհետև այդ երկուսից ոչ մեկ չպետք է 0 լինի, այստեղ մենք ունեինք դրանք հայտարարում։ Շատ լավ, ստացվեց այս երկու պայմանները
Այստեղ թողնենք, որտեղից էլ, ահա այս երկուից հետևում է դրա ճշմարիտ լինելը։ Ու դա ինչպես արդեն նշել էի, քանի որ սա ճշմարիտ է, մենք կարող ենք եզրակացնել, որ սա է ճշմարիտ, իսկ սրա ճշմարիտ լինելուց կարող ենք եզրակացնել, որ սա է ճշմարիտ, որովհետև ինչպես մենք այս կտորից ընդհանուր հայտարարի բերելով եկանք հետևյալ կտոր, նույն ձև էլ առանձնացնելով կարող ենք գալ նախորդ կտորը, այստեղից կարող ենք ասել, որ սա է ճշմարիտ, այստեղից էլ կարող ենք ասել, որ սա է ճշմարիտ։ Ուստի անհավասարումը ճշմարիտ է։ Շատ լավ, ու կրկին, ինչպես մենք ապացուցեցինք։ Ինչ մենք արեցինք, մենք սկսեցինք ինչ-որ ձևափոխություններ անել ձախ մասի հետ, այնուհետև 4-ից ազատվեցինք և այսպես քայլ-քայլ իջնելով եկանք նման խնդիրներում առհասարակ այդ կարևոր կտորը նա է, որ մենք ինչպես եկանք դեպի ներքև, այնպես էլ կարող ենք դեպի հետ վեր բարձրանալ, այսինքն համարժեք իրար հավասարումներ էին գրել։ Համարժեք ասվածը այն է, որ սա ու սա լրիվ նույն բանն են ներկայացնում, չնայած տեսքերով տարբեր են, բայց նրանք ամբողջությամբ նույնն են։ Դե այս երկուսը իրար էին համարժեք, իսկ այս երկուսն էլ իրար էին համարժեք։ Եկեք այսպես պատկերենք։ Սա ու սա։ Եվ եթե սա հստակ ճշմարիտ է, նշանակում է իրեն համարժեքն է ճշմարիտ, դրան համարժեքն է ճշմարիտ, դրան համարժեքը եւ վերջապես սկզբնական այն անհավասարումը, որը պետք էր ապացուցել։ Այսինքն այսպիսի խնդիրներում հենց դա է կարևոր, ինչ-որ ձևափոխություններ անել, ամենասկզբում կարելի է ասել մենք ճակերտավոր ենթադրում ենք, որ ամեն ինչ ճշմարիտ է, չնայած հարցականը պահում ենք մեզ հետ մինչև վերջ, բայց մենք ուղղակի դրա հետ ենք աշխատում, այսինքն ենթադրում ենք, որ իրոք այն ճշմարիտ է, ու որոշակի ձևափոխություններ անելով, առանց խիստ փոփոխության ենթարկելու մեր մասերը, այսինքն նույն բանն ենք թողնում, ուղղակի գրում ենք տարբեր տեսքերով, բաշխականոր ենք կիրառելով բացած, ինչ-որ ընդհանուր հայտարարի բերելով եւ այլն, եւ այսպեսի բանաձևեր կիրառելով։ Նույն բանն ենք գրում տարբեր տեսքերով ու եկանք ակնհայտ ճշմարտության, քանի որ գիտենք, որ սա ակնհայտ ճիշտ է, նշանակում է դրան համարժեք բոլոր գրված տեսքերը նույնպես ճշմարիտ են, մասնավորապես մեր սկզբնական անհավասարումն է ճշմարիտ, որը հենց պետք էր ապացուցել։ Ուստի այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։